իրանք մտածելով ծնողը ցավի ու տառապանքի մեջ կհավատա ու կասի էտա որդիս է պատերազմ ա եղել, մահացել, հասկանում են, գիտեք, այդ էլ ենք հասկանում, որ պատերազմ ա եղել, եթե տեսած լինեինք, եթե փաստերը, ախր մեր փաստերը, ծնողների փաստերը լրիվ այլ ուղղություններ ա տանում, իրանց ասացի հետ չի համընկնում, թող մեզ ապացուցեն, հասկանում եք, փաստերով թող ապացուցեն։ Այլ իրանք որ իրավապահ մարմինների անգործության վերաբերյալ դուք նաև հանդիպում եք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինքը ինչ պատասխան է տալիս։ Ես կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չեմ ունեցել, եղել է Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, դատաբժշկական փորձագետ, դեպուտատներ, ԱԱԾ-ի տնօրեն, քննչականի տնօրենները եւ այլն։ Ու ոչ մի, ես ասում եմ, երբ որ չեն կարողանում պատասխանել վրիպակ ա եղել, իրանց պատասխանը սիրելիս, իսկ մյուս դեպքում, թե ինչու չեք կանչեք, կգաք մեզ մոտ, մենք այդ հարցը կուղենք, կշտկենք, կանենք։ Այ շատ դեպքեր է եղել, երբ որ դնեթիվը փորձել են ուրիշի մարմինը տալ ուրիշ ծնողներից, այս հետ այդպիսի դեպք եղել է։ Ինձ հետ չի եղել, բայց մենք լսել ենք, մենք գիտենք այդ դեպքերը, եղել են արտաշիրիմումներ, հիմա չխոսամ դրա մասին։ Ու խնդրում եմ ուրիշ այլ ձև չմեկնաբանվի այս ամենը, սա լուր խաղաղ ակցիա է, ցավի ու տառապանքի մեջ գտնվող մայրերի ակցիան, որ հայ մայրերը հայրենիքին զինվոր են տվել, բայց այսօր այս հայրենիքը չի վերադարձնում իրենց որդիներին, ումից պահանջենք։